Вокруг ножевые, пулевые, вокруг спортики блатные, вокруг округа они в дыме, вокруг самый пьяный округ в мире. Тут уходит Богу молодыми, сделав эти времена лихими во имя добра и не гордыни. Я надеюсь нам не стать другими. Пусть вокруг ножевые, пулевые, вокруг спортики блатные, вокруг округа они в дыме, вокруг самый пьяный округ в мире. Тут уходит Богу молодыми, сделав эти времена лихими во имя добра и не гордыни. Я надеюсь нам не стать другими. И у моих пацанов под ногами стерты маты, ринги и татами. Тут у моих пацанов за плечами те, кто ночами по ним скучает. Для мужчины честь дороже жизни, и со мной только те, кто это доказали. Клянусь, трусость не продлит нам жизнь. Բարև բոլորին, դուք գտնվում եք WM Ալիքում, ձեզ հետ ինչպես միշտ ես եմ Վարդանը։ Եվ ոնց հասկացաք, այսօր մեր մոտ обзорի է Mercedes-Benz GLE 53 AMG, բայց ռեստայլինգ է այս անգամ։ Իմ հին հետևորդները արդեն գիտեն, որ ես ունեմ GLE 53 նկարած, դորրեստն էր արդեն, այս նույնի դորրեստը։ Սպիտակ, այն էլ լավ GLE-ը, ով նայելա, ով չի հասցրել, մնացել է 5 կանալում ջնջվել է ցավոք։ Այսօր խոսանք այս ավտոյի մասին։ Ես այն անգամ ասացի, չէ, որ դուք ոչ գտնվում եք Carwow-ում, ոչ ես ձեր համար Դավիդիշն եմ, այսինքն ես սովորական առաջի կուրսում սովորող ուսանող եմ, որ հազիվ ծերածերին քննությունները հասցնում, որ դուրս չմնա։ Ես այսօր ձեզ ցույց կտամ GLE 53-ը, իր լավ կողմերը, վատ կողմերը, իրար հետ կքշենք, test drive կանենք ու կհասկանանք вообще այս ավտոն ում է պետք, ինչի է պետք, вообще արժի, չարժի։ Իր կոնկուրենտներից է X6-ը, ինքը հասնում է X6-ին, չի հասնում։ Նես որ եկեք արդեն սկսենք։ Սկսենք երևի ինչպես միշտ ըստ մեր ադատների արտաքին տեսքից։ Արտաքին տեսքը շատ սիրուն է, ինքը տեսքից էլ երևում է որ թանկանոց ավտո է։ Դորրեստն էլ է ինչ շատ դուր գալի։ Դորրեստի բամպերը ուրիշ ձև է։ Էսանը ավելի սիրուն է ստացել։ Ռեստայլինգի ֆարերն էլ է սիրուն, բայց իմ կարծիքով դորրեստինը մի տեսակ ավելի հետաքրքիր է։ Նու, ասենք էսի արդեն ամբողջ աշխարհն է այդում մինիմալիզմի, բոլորը գիտեն։ Այնտեղ այսպես ակուլայնի նման երկու հատ գիծ է, այդում ստեղ էլ է շատ սիրուն, բան չունեմ ասելու, բայց ինձ ոնց որ ավելի հոգի արածա դա դորրեստին է, չգիտեմ այդ ինչից է, զուտ սովոր եմ հələ որ։ Իր գույնը շատ հետաքրքիր ու թանկանոց գույն է, հերվից սև է երևում, մոտիկանում ես կանաչ, S-կլասի Maybach-ի գույներից է ինքը։ Նայ, իր արտաքին տեսքը ինքը շատ էլեգանտ ավտո է, շատ։ Ինքը համեմատվում է X6-ի հետ, ինչ ճիշտնա ես կընտրեմ X6, դեմից X6-ը ավելի սիրուն է իմ կարծիքով, մանավանդ դորրեստ X6-ը, բայց հետևից GLE-ն կրում է, հետևից իր էլեգանտությամբ ավելի հետաքրքիր է GLE-ն, քան X6-ը։ Вообще X6-ը սիրուն հետև չի ունեցել, քան վաղ իմ կարծիքով։ X6-ն ամենահինը գեշ ա եղել հետևից, ML-ը կրել է։ Հետո այն համաձայն չես, որ ամենավերջի X6-ը GLE-ից սիրուն է։ Դեմից է սիրուն, հետևից սիրուն չի։ Չէ, հետևից սիրուն չի ժողով։ Չէ, հետևից չէ, հետևից էսի ավելի էլեգանտ, ավելի ուտելու հետև ունի, էլի։ Լավ իմաստով, էլի։ Շատ են սիրում, աղջիկներն են շատ սիրում։ Բայց չգիտեմ խի, вообще դե շատ ագրեսիվ տեսք ունի ինքը, շատ սիրուն է։ Լիքը մարդիկ ասում են ամենահինը ավելի սիրուն է, քան էսի, բայց ես համաձայն չեմ ճիշտ որ ասեմ, հինը էսի էսա, ամեն մեկն իր տեղն ունի։ Տորմուզները իմ այն վաղվա նկարածինը ավելի թանկանոց օպցիա է, ուղղակի հասարակ հովացումով է։ Արի մատ հետևը ցույց տու։ Հետևինը հովացում չկա, բայց այն իմ նկարածի մեջ հովացում կար, համեն նրա կետերից բացի sense գծերել էր այդում, sense ուղիղ գծերել էր այդում։ Չգիտեմ այդ ինչ։ Արի հետևը ցույց տանք։ Տեսքից խոսալ է։ 63-ի ինչն է տարբերությունը։ Զուտ նասատկեքն է քառակուսի, ու ինձ ավելի է տենց դուր գալի։ Ու դեմի շիթը։ Հա 63-ն էլ է շատ սիրուն ավտո, արժ չկա, բայց շատ քիչ է տարբերություն, օրինակ արժեր մի քիչ ավելի հետաքրքիր բան մտածել։ Բագաժնիկը նախ ունի այն օպցիան, ու ես ասեմ, էսի հագեցած կոմպլեկտացիա է։ Նորանում չի փակվի։ Բագաժնիկը բայց вообще բացվում է այս էմբլեմայով։ Այն ամենահին կուզովները այստեղից է։ Բայց այս կուզովը արդեն գալիս է սենց։ Զադնի կամերան էլ այստեղ է պահած, որը շատ լավ լուծում է, որ չկեղտոտվի հետևի կամերան, դա շատ լավ եք մտածել։ Հա, ռեստայլինգը մենակ էս զադնի ֆարն է հետևից տարբերությունը։ Դորրեստինը sense քառակուսի բաներ է գալի, էսը sense հա, ու ամեն մեկն իր տեղն ունի, իր ձևով է հետաքրքիր, էսի իր։ Արիլը տենակ ինչ արժել ասել էս ավտոյի վրով։ Ինքը 53-ն է։
Էթալու առումով 3 նոց շարային մոտոր, AMG-շնի են իրանց փնթի մոտորն է, որից զզվում եմ, 3 նոց 450 ձի կարգյա պլյուս մինուս, պասի մտ կապոտը բացեմ նայենք։ Այ BMW-ը ես ինչ եմ սիրում, երկու հատ բացում եմ, всё, գալի կապոտը բացում եմ։ Ես այս ավտոյի տերը չեմ։ Ես շատ գիտեմ, ստից ուր դուց է էսի բացվում։ Դե արի 3 ժամ։ Շարային 6 մոտոր։ i6 էլի, այսինքն, ու AMG-շնի է ինքը համարվում, բայց սրա AMG-ն ինչն է, ես չգիտեմ։ Հերիք ցնում է, ծանր ավտո է, հերիք ցնում է։ Ինքը պետք է օրենքով համեմատվի X6-ի M50-ի հետ, որովհետև 63-ից մի հատ է, չէ՞ ներքև, 53-ն է։ X6 M-ի մեջ է մի հատ ներքև գալիս է X6 M50-ը, բայց M50-ը չի կարա ինքը, կյանքում, արագության առումով չի կարա։ Էնի 530 ձի կարգի է գալ, էնի կչփխի, էնի BMW է, էնի հոգով սրտով BMW է։ Ինչ ասենք էլ, Distronic ունի, դե ասեցի հագեցած կոմպլեկտացիան է, սաղ է, տեսա սալոնում մանրամասն կխոսանք։ Արտաքինից երևի վсё, հա, հա ինքը էլեգանտ է, բան չունեմ ասելու, շատ սիրուն է նայվում, ինքը մանրամասն գիշերով է սիրա էս։ Գիտես ոնց է, էս կուպե, նախ կուպե, խեն ասում GL կուպե։ Ոչ թե նրա համար որ երկու դուռ է, այլ ոչ թե նրա համար որ ռամկա չունի դռները, այլ կուպե նաև նշանակում է, որ մեջքը այսպես պարկածոտ է գալի։ То есть M850-ը ինքն էլ է 4 դուռ, բայց ինքը խի է համարվում կուպե, որովհետև մեջքը այսպես է։ CLS-ը էլի 4 դուռա, ինքը համարվում է կուպե զուտ, որ Acula-ի նման է մեջքը, այսպես սեդան չի ինքը, սեդանի պես այսպես չի գալի, ինքը այսպես պարկածոտ է գալի, էլի, ավելի սպորտիվնի, ավելի աերոդինամիկ է։ Հիմա էս էլ է, անի GLE-ի ավելի սպորտիվնի տեսակն է, կուպեն է, էլի, ինքը ավելի ոնց որ հա էլի դե հասկացաք արդեն գլուխները չցածնան։ Էլեմենտարիսի ցույց տու, այս մոմենտը։ Ինչ սիրուն է խաղերը։ Դե արի անցնենք արդեն սալոն։ Ու first boss-ին հետ մի քիչ էներգիա հավքեմ նորել է։ Չի թափը։ Այս ինչ ես խմում որտա։ Հար էներգին է։ Հելենա։ 5 տարբեր համ ունի, 5 տարբեր զգացողություն։ Իդեպ պիտակի կոդը կարաս ակտիվացնես Telegram bot-ում ու ավտոմատ մասացես խաղարկությանը դեպի Եգիպտոս 5 ասխանի all inclusive հյուրանոցի 10 փաթեթին։ Նախ եկեք նայենք ինչ սալոնն է մեզ դիմավորում։ Mercedes-ի պրեստիժնի սալոններից է։ Ինքը օրինակ գիտես ինձ ինչա դուր գալի, IC շատ լավ են մտածել։ Այսին ինձ մի տեսակ ույուտ է հաղորդում։ Այս մոմենտը SS Furiani կոնդիցիոների բանը, դիֆլեկտորը ինքը համարվում։ Այս մոնիտորը դատարկ պրոսը դրած չէ, ուզում են ասեն sense սիրուն բան է ստացել այս մոմենտը։ Ինձ միշտ դուր է եկե։ 4D Burmeister-ն է մեզ դիմավորում։ Օրինակ իմ այն նկարած Dore style GL-ն բաներ կա որ ունի, էսի չուներ, բայց բաներ կա որ էսի ուներ, այնի չուներ։ Նա երկուսն է վակուումով են, երկուսն է շատ հագեցած կոմպետենցիա է, հովացում, տաքացում, մասաժ։ Այստեղ դաժան ցույցում ինչ ունի։ Նայ։ Այստեղ կարող ես ընտրես տաք փչի, նու շիշը տաք պահի թե սառը։ Հիմա մեզ օրինակ սառը էներգետիկա չէ պետք։ Սխմում ենք, հոպ, հրես։ Սառն է պահում։ Խալաձելնիկն է էլի իրա։ Այստեղ беспроводной зарядки տեղ կա։ Տվեց зарядка։ Ռուլը, ռեստայլինգ ռուլերի մար գժվում եմ, նայ, միացնում ես ավտոն, ստեղ նա ինչն ինչ էմոցիաներ է բերում։ Ջոյստիկների վրա որ չունի դոր ռեստայլները չունի, ասես սիրում միանում է։ Բայց մի րոպե, բացի տեից, ստեղ սիրուն օրինակ դորեսներին ինձ ավելի էր դուր գալի։ Դորեսները որ մտնում էր սալոն, քեզի ավտոյի մռութներ դիմավորում։ Իստեղ նա ինչ են արել։ Նայ, հանգցրեցի ավտոն իջա։ Այսենց է հիմա դառը։ You've forgotten your phone. Լավ, հա, նայես ասում էր տեսար, ասում հերոսոտ մոռացար ստեինք թողը։ Տեսար, беспроводной зарядки վաղ, ասում ստես թողը հերոսոտ ապեր ուր ես այդում։ Հիմա նայ, խոդ եմ տալի։ Ալավ ցույց չտվեց, բայց էլի տես կարմիր էմոցիաներն է բերում AMG-ը գրում, բայց իմ կարծիքով ավելի հետաքրքիր կլներ, որ ավտոյի մռութն է հայտնվում, ճիշտ չեմ, ավելի սիրուն էր։ Ռեստայլինգի ռուլի մար լուրջ գժվում, ինքը ավելի ստիլնի է դառը, ավելի։ Լիքը մարդ ասում է դորեստ ավելի սիրուն է, բայց անկեղծ դորեսը սրա դեմ իմ համար 0 է։
Լուրջ եմ ասում, սա սենսորը 100 անգամ ավելի լավ աշխատում, քան Dorrest-ինը։ Նա այստեղ է ջոյստիկով ինչ ես կարում անել։ Ցավոտ թեմա էր, Հա։ Այստեղ Sport Plus գցում ես, ստից կարում ես օրինակ նենց անես գրուշցելը փագի, Zaslonkin։ Մնայ կտցնում ես, ասենք գցում ես մեխանիկական։ Խաղի մեջ ոնց ախպեր։ Ահա, ավտոն ցածր բարձր, սխմում ես, բարձրանում է։ Ոնց որ դու խաղում լինես, ճոգում ես ախպեր։ Նաստրոկը կտայես ես ավտոից դեռ ռուլի վրից, դա շատ կայֆ է։ Դու բացի դից արդեն ռեստայլինգի մեջ կարող ես տեյցը տաս։ Ասենք դրի Sport Plus, չէ՞, լավ դնում ես ինդիվիդուալ, например, կոդած ռեժիմն ես ուզում։ Ես օրինակ ուզում եմ, որ իմ պատվեսկեն դառնա սպորտ, շատ մի քիչ չորանա, բայց չկախվի ավտոն ներքև։ Մոտորը լինի դայնամիկ, այն ամենաուժեղը, հա։ Այս AMG Dynamics-ը չգիտեմ էս ինչն է։ Այսի ով գիտի գրեք, էլի չեմ բաց այդ, էս ինչն է։ որ աչու ձախ անելուց ավտոն խելացի պատվեսկով է շարժվում, այսինքն որ ձախ ես մտնում, պատվեսկը ձախ կողմի բարձանում, հա։ Չեմ կարծում դա դիտելնի։ Դե ռուլի բան ալնի, ռուլի զգայունությունը, զուտ։ Էսի գլուշից էլ նստից, նայ։ Ու պրիտոմ սրանն է որ սրանն է դինամիկներից բռոց ավելանում։ Էսի բանն է, ESP-ն է անջատում միացնում ես, էսի մեխանիկական ավտոմատ։ Короче, դու քո ուզած ձևով նաստրոյկա ես անում, ոնց որ խաղի մեջ է, չէ՞, ասենք ձնի ռեժիմը օրինակ Sport Plus, այ 63-ի մեջ նաև կա race ռեժիմը, որ արդեն 0-ից 100 զամեր ես անում, արդեն launch ունի, սալոնը, բայց ասա որ այս նեոնները, այս մոմենտը շատ ուժեղ է այս մոմենտը։ Այս մասն է, ինչ սիրուն է, շատ եմ սիրում GL-ներին, այսի GL-ն ու GLS-ն է սենց։ Արի ըստ նայենք ինչեր ունի։ Ինձ Dorrest-ի այս սուպեր սպորտը ավելի էր դուր գալի Dorrest-ինը։ Ավելի սիրուններ ենի։ Ստե ինչ կա, մեկ է էսի օրինակ արժի։ Օրինակ ես սիրում եմ նավիգացիա դնեմ, ճիշտ է նավիգացիայի մա ակտիվացած չի Հայաստանում չի լինում, բայց թոյի նկարելու համար լավ կուրաժի տնելու թեմա է։ Սի ավտոնա ցույց տալի, ասենք շոշում կողերը տով կա բան։ Սի օֆրոուդի մարան նախատեսած, մեկ է էսա սիրուն իմ կարծիքով սերվիզին է։ Հոպա, նկարի մեջ GL 63 է։ Այսի GL 63-ի շիտն է այսենց։ Տեսար ինչ են արել։ Այ դու շուլերներ։ Ունի Hey Mercedes. How may I help you? Please turn on red ambient lighting. Ասում կարմիր միացրա։ Okay, I'm changing the color. Ինքը շատ հարմար է, եթե անգլերեն խոսալ իմանաս, կարաս քշելու վաղ ասես օրինակ Hey Mercedes, please call father. Ինքը քո հեռախոսից զանգում է father-ին։ Դաժե կարաս ասես SMS գրի, որ ես հասա տուն։ Ինչ արեց, հիմա զանգեց, հա եւ հեռախոսը կապած զանգեց։ Չէ, դժվար։ Всё։ Բայց ինքը շատ ուժեղ է, ասենք, պայտակ, երբ ուզում ես կասես Hey Mercedes. How can I help? Ինքը միշտ լսում է։ Անես չի որ կա պայտակ։ Telephone unavailable. You can now connect your phone. Հեն ասում է հեռախոս չկտա կապած որ զանգեմ պապային, տես արա շատ խելացի է Mercedes-ը։ Եկեք ցույց տամ դե ինքը հագեցած կոմպետենցիա մասաժ բանման ունի, կոմֆորտ, օրինակ մասաժ, կլասիկ մասաժ։ Վադիտել, քեզ եմ ասնում։ Ուզում ցույց տալի ոնց է աշխատում մասաժը։ Մի քիչ բան արա, մկսրա, էքսպոզիցիան։ Շարիկներով ցույց տալի որ մասն է հիմա օրինակ։ Մեծուս դու արա, ցույց կտաս բասի։ Ահա, դե տարբեր մասաժի ձևեր կա։ Hot relaxing, если подогревова. Լավ, էսի ոչմ հավայի մոմենտ է։ Սիդենյաները Էսի նաստրոյկն է, ոնց սիդենյան նաստրոյկան ես, բակավոյ սպինկա, մինկա, ձգես, կպցնի, մպցնի, էսին սիելեսն է ունի, լավ ես էջ։ Պատսվետկեն։ Էսի դե վիշի պատսվետկեն է, որ բացի են, որ մի քանի հատ գույն ունի, կարաս դնես փոխվի։ Ենթադրենք սենց։ Ոյ սալոնի օրինակ ես գույնը շատ եմ սիրում, շատ ճոխ է։ Այս կառաշնվին Mercedes-ի շատ ճոխ է։ Այս կառաշնվին միակ գույնն է, որ այս փեդի հետ սազում է։ Այս փեդը թե չէ вообще չարժել։ Բայց սրա հետ խոսում է։ Ես ոչ սիրում եմ կամ կարբոն է լինում, կամ այն սև փեդը, կամ էլ մետալ են։ Օրինակ իմ նկարած Dorrest GL-ն մետալ էր։ Սպասես, դա կոմֆորտնա էֆեկտի։ Կլիմատ։
Մի րոպե։ Կլիմատը գիտեմ որ կլիմատը։ Հա, այսի օրինակ որն է որ այ դորեստը ստե կարող մեր դներ օրինակ կրակի բանման միանար, ստե չգիտեմ ոնց էս դնում։ Ինչ անենք։ Բեր արդեն քշենք, որ այս ավտոն հասկանանք արդեն գործի մեջ ոնց է, այլ արդեն քշվելուց ինքը ինչ ձևի ավտո է։ Ես շատ եմ ուզում այդ X6 Avzoran-ը, որ անկեղծ ասեմ, էլի որն է ավելի լավը իրանցից։ Ես ասացի մեկը, внешքեն ես կընտրեմ X6, նու հետևն է մենակ սրա սիրուն X6-ից։ Էթալով X6-ը պալյուբոմու գրում է, պալյուբոմու։ Գնով X6 ավելի էժան է, քան GL-ին։ Նու դե օրենքը սենց է, չէ՞, Mercedes-ը ինքը ավելի պրեստիժնի է համարվում, ավելի գլուխը բարձր է, քան ասենք BMW-ն։ Բայց չգիտեմ խիայելի տենց։ Զուտ սալոնն է օրինակ իմ համար կրում։ Հա, սալոնը բան չունեմ ասելու, իր այս հետաքրքիր ֆունկցիաները հələ ստե նայի։ Ստե միլիոնավոր բան կա, որ սա ցույց տամ այսօր ստե կմնանք։ Նայ, օրինակ ինչ ունի։ Установки այս AMG performance-ը, նայ, ցույց տալի ամենակուրդը։ Այս մոտորի բաներն է, ջրերը, մրերը, IWC ժամացույցն է։ Расход, масход։ Այս ինչ մոմ, այս նայն է, ռուլը թեքում, այս ինչ սիունը թեքում։ Այսպես բաներով ինքը կրած ունի BMW-ին։ BMW-ն ինչ ունի, մի հատ ժեստ, հա, վերջ, բարձ։ Off-road-ի բաներ ունի ստեղ, հատուկ, ինչ աստիճանի վրա է, ինչը ոնց է։ Չէ, այս առումով կրած ունի BMW-ին, դա հաստատ։ Հելնենք արդեն քշենք հասկանանք ինչի ինչոց է։ Ինձ ասել են, որ ես նայեք դորեստը որ նկարել եմ, ինձ ասել են, որ ինքը սաղ նույնն է, մենակ Revogue-ը ավելի լավացրել են։ Դու այն տուրբոյի մտածելը չես զգում, որտեվ արդեն կա 400 վոլտ, մինչև տուրբոյի միանալ այդ 400 վոլտը քեզի բրդում է, հենց բրդում պրտում է տուրբոն միանում է ու սկսում է այդալ, դու այդ չես նեղվում, այն մտածելու պահը չկա, որ պոլիսը խմել մինչև տուրբոն բացի, մինչ դանդաղայթում հետո է վեկալում, այդ մոմենտը հանելն էլի, ուզեցել են ատմոսֆերնիկի կայֆը ստանան։ Որտե BMW-ն էլ է հիմա տենց անում, բացի Mercedes-ից X5-ը, X6-ը-ներն են, սաղ 400 վոլտով է գալի ռեստայլինգը ու ասում են վաբշե ուրիշ ավտո է, գելիկն է։ Ասում են էլ չի խեղճնում Revogue-ը, բան չի մտածում։ Նյակում իձեպ կտացիր վեկալում է, ատմոսֆերնիկի կայֆ էլի։ Կոմֆորտը, սալոնը դե ինստինքտիվ կոմֆորտն է արդեն։ Փափկությունը, մի քիչ էսա քշեմ կասեմ։ Հələ որ տենց որ ասեմ, վաու, փափուկ ավտո է սուտ կլինի։ Crossover-ը էլի։ Ու вообще crossover-ները ավելի չոր են, քան սեդանները։ Օրենքով։ Պրոյեկցիան է ինչ որ ջող, հələ դու պերվելիցում եք արել։ Կարոբկին իդեպ մտնային գիշքան է տակած է։ Ջոգից չէ որ սառը դա։ Չոր այերին հələ։ Ինչ էլի քշել ես։ Հին։ Սա դորեսն է քշել։ Չէ դորեստը չէ մի Այն հին կուզում, այ որ կուզում, ջոգի, այնի որ քշեր, ջոգի որ էսի աշխարհի ամենափափուկ ավտոն է։ Նրանից հետո էլի։ Вообще իմ CLS-ից հաստատ փափուկ է։ 100%։ Ոստի իմը դե պրոժինա գցած է, չեմ կարող ասեմ։ Մինչև ժարի տանել են, նախ թող կարոբկեն տականա։ Նոր սկսենք մեծ զգալ էս ավտոյի Revogue։ Համել մինչև բանանելը, ավտոն զգալը, մատ բեր բենզին լսնենք էլի։ Այ 21-ը ինչ որ կարաս նկարես։ Заколоченное должно разрывать в клочья. Правильный рэпчик должен жечь колонки. Если гонки, то так, чтобы под замену колодки. Если на вершине мира, то на крыше этой высотки. Заколоченное должно разрывать в клочья. Правильный рэпчик должен жечь колонки. Если гонки, то так, чтобы под замену колодки. Если на вершине мира, то на крыше этой высотки. Еще один старт, прямая падает за горизонт. Есть резон делать музло. И пока везло, хватает мозгов найти связь между парой слов. Хватает пары слов, чтобы объяснить все. Исписан... Կարոբկեն քանի աստիճանից է տոշնի գազավատ անելը։ Գույնը փոխելու է էլի։ Չես Այո, տանում։ կապուտա, ուրեմն սառն է։ Լավ են մտածել, հենց չիմացող մարդը, օրինակ մեկը ես կջոգեմ էլի։ Նախ քանի տեսել եմ, պետք է ասեմ, այս հետևիտ պարբիսը вообще տեսադաշ չունի, вообще։ Շատ վատ է երևում։ Այն գրեի Avzoran-ը եմ ասեցին, շատ վատ տեսադաշ ունի։ Պուճուր ապակի է, ոնց որ բան է։ Այն մեյքափ անելու ապակիներից են, ոնց որ սպանում են բեղերի վրա
ֆոտոս անել, ցավայ էլի չէ։ Ուրեմն ինձ գիտեք միշտ ինչա հետաքրքրել է։ Նայ, հարց չկա, գրի 53 AMG-ն է, ինքը սովորականից ավելի սպարտիվնին է, ճիշտ, ասենք 450-ը չես համեմատի սրա հետ, хотя бы նույն մոտորն է, չէ, իրանց գալի, բայց էսի AMG վերսիա է, էսի արդեն սպարտիվնի է, սրա տորմուզները ուրիշ է, ասենք, այնտեղ սալոնը սպարտիվնի է, ջոյստիկները լինա է, սրանք, մենյուն AMG մենյու է, ձենը AMG-ի ձենը, յանի, թե սրա ձենը է, շարային վեցը, ինչ AMG ես չեմ հասկանում, բայց միտքը էլի ուզում ասեմ, էսի շուտակի AMG վերսիա է, էլի։ Հիմա հարցս ուղում եմ Mercedes-ին, ում համար եք դուք ստեղծեք գրել եւ 63 S-ը։ S կուզովի 63-ը։ Ասենք լավ, հիմա նայ սովորականները, հարց չկա, իրա գնին համահունչ, թազա ավտոյա, crossover-ը, ամենագնացը, հարց չկա, իրա գնին խոսում է։ 53-ն էլ, հա, էլի, մի քիչ իմ կարծիքով, մի քիչ շատ է գնահատված գինը, բայց էլի կուտվի, հարց չկա, որտեղ ասենք նայ GLE 53 ով է առնում։ Եթե GLE 450-ը կարա աղջիկ քշի, բան GLE 53-ը արդեն ավելի տղավարի վիճակն է, արդեն տղու համար է, էլի։ Էսի լրիվ են որ ասենք կրթված են որ ոնց բացատրեմ իր ձևի։ Հա, կրթված տղեկի համար է, օրինակ որ միշտ տնօրեն են աշխատել, կամ ինչ-որ բիզնես ունեն։ Իրանց համար է, էլի, որ արդեն նոր երեխան էլ 3 տարեկան է, իրանք էլ չեն ուզում գանյա տանեն, այդ կյանքից հելել են, արդեն ուզում են հանգիստ քշեն, ճիշտ AMG-ն առը, որ զուտ ինքը երևա որ պրեստիժ, արդեն սրա տեսքը ուրիշ է։ Բայց դե խմի կա հարց, դա 63-ը բա ում համար է։ Արա լավ, էլի կար այդ տղու համար լինի, այդ որ GLE 53 առնի։ Բայց այդ տղին կյանքում չի տա երկու անգամ ավել 63 առնի, ինչա զուտ, որ մի քիչ ավելի արագ է այդում 63-ը։ Դա մի քիչ չէ, լավ արագ է այդում, թորնի լավ արագ է այդում, մենա 0-103 հա, սա ինչքան է 4.2, հա, 4.1։ Ինչ որ է միտքը։ Նույն դիզայնն է, նույն սալոնն է, նույն սալոնն է։ Նույն ֆունկցիաները ունի զուտ GLE 63-ը մի քիչ բամպերն է ուրիշ, այն որ չհասկացող լինի չի ջոգի։ Ու արագ է այդում։ Ում համար է դա ավտոն, հա, արագություն սիրողների, հա։ Արագություն սիրողները խի պետք է crossover առնեն, խի պետք է ամենագնաց առնեն։ Արա լավ ջանդամ, եթե ամենագնաց են ուզում առնեն, կետան 200,000, մի քիչ վրան կդնեն ուրուս կառնեն։ Կայեն կառնեն։ Արագության սիրար ենք խոսում։ Ինչի պետք է GLE 63 ես առնում։ Ոչ ով ես ծանոթ չեմ ճանաչում GLE 63 առ։ Ոչ Հայաստանում երկու հատ տենամ թե չէ։ Դու 63 քշով տեսել ես։ Ես չեմ տեսել։ Ես իմ կարծիքով Mercedes-ն է ջոգի, որ այդպես հոր գներ որ դրել է։ Արա հա 53-ից $15,000 լինի ավել, $20,000 թոլնի ավել, էլի արժ չկա։ Ես իմ կարծիքով չարժի 60-70,000 ավել տալ, ինչա մոտորը մի քիչ ավելի արագ կետա։ Զուտ, всё։ Նա ես ասեմ իմ կարծիքով ով կառնի 63-ը, ուրիշ ոչ մեկ չի առնի 100% կամ հա շատ 63 ֆրային մարդու ձեռով լոմբարդից տենց էժանով կծրել է։ Նայ 63-ը այն մարդու համար է, որ ջայլ վախտ ունեցել այն հին 63-ը, 5 բիտուրբո են, գազան մոտորով M157, բռոցով են, որ սա մեր ես քիտը ելն է մեր Սամայլոտի պես, այդ լեգենդ GLE-ն է ունեցել, վայրել է ջայլությունը 25-26-ում, հետո իր գործերը շատ լավ է գնաց, ինքը դառել լուրջ բիզնեսմեն, արդեն ձգտում է GLS-ի բանի, բայց առնում է GLE 63-ի թազեն, զուտ որ ամեն գարաժը բացելուց տենա հիշի իրար են ջայլ վախտվա առաջին հզոր մոտորը, ջոգին ինչ եմ ասում։ Մենա իմ կարծիքով, էդի լիչնը մայում նինի է։ Հիմի, նայ, ուրիշ բան է ասեմ։ Տղեքը, բացի տղեկից այս ավտոն նաև սիրում են աղջիկեքը։ Բայց աղջիկը ոչ թե սիրում են որպես տղու ավտո, օրինակ հա աղջիկներն են, չէ՞ CLS շատ սիրում, բայց աղջիկը կյանքում CLS չեն առնի իրանց, բայց աղջիկները կառեն իրանց GLE-ը։ Որտեվ էդի իրանց այս ավտոն բացին որ դզում է, իրանց դզում է, որ այս ավտոն համ ворց է, համ մի տեսակ իրանց է կսա, արհոս բացատրեմ էլի, ամեն ոնց էլեգանտ էլ է, էլի ինքը սպորտայինից բացի։ Ոնց բացատրեմ, այսինքն կյանքում Range Rover երևի չեն առնի սպորտ։ Կա բացառություններ, բայց դե ասած Range Rover-ի այդ ворցությունը ու սա ворցությունը չես համատես, ինքը ավելի էլեգանտ ворց է, ու իրանք էլի որ տենում ես այս վեշնի սպարտիվկով, ասենք այնտեղ չգիտեմ, ջիմից են հելե, ջուրը բերներին, բան սխնում են, յանի քշում են, բայց դե չո էլի CLS-ով։ Բայց դա կգրեմ էլի CLS-ով։ Մորցելի վիդեոյն նկարում, այդ ինչ ասեցի։ Կարոկեն իդեպ տակացել է։ Մի քիչ գցենք սպորտ պլյուս, ինձ իմ սխոդու է տակշկի իր այդ հալը։ Կամ չէ, սպասի կոմֆորտի տակ դու հանգիստ դետում ես։ Մի քեզի պետքա
ռեսկին ինձ սիտուացիա, որ դու պետք է եթաս։ Տենան քլի իսկականից հələ դեբիլա կարոկեն մերսից, դե փոխվել է։ Մենայ, անգիստ դեթում ես, չէ, որ սկողս դա 5։ Անես սիտուացիա պետք է սխմես։ Օր 5 ժամ, թե 6 ժամ, ինչքան անցած։ Չէ, լավ շատ ձգեց, ապա ես դեմից որ սկորս չտես, ասեք, ըհն, ես ինչ է, սկսավ փոխվել, ինը չէ, տուրբոյի միանալուն էր սպասում մոտարը։ Սպասիլ է գցենք, Sport Plus։ Sport Plus տակի ես։ Ասի իշտում ավտոմ կյանք։ Դա ինչ որ իշտում է։ Դե հանգիստ իշնի նոր գազովա տանես։ Պատվեսկին է էլի վնաս։ Չջոգիս։ Ես դեմ դիքն ես ասում Չէ, ավտոն է իշտում։ Sport Plus ենք, սպասենք փուչիկները իշնի իմ լրիվ դառնա գատոյի վիճակ, որ վնաս չտանք էլի ես ավտոն։ Իմ ավտոն չէ, իմը գիտեք։ Իմը ասենք սարվախներն եմ ֆրցնում ավտոս գարաժից եմ ջրերել է քարծում 50-ը, բոկը տալի ես։ Բայց շատ վատ ճանապարհ է սա ավտոն փոխել։ Ոչ լավ է սկորոստը հետ գցում, приятный AMG-ը։ Դե մենք ջելիով ենք, կանանք հերթ չկայնենք իմ կարծիքով։ Այս ավտոին սաղ զիջում են, ես պոստատ այս բլոգերը մերսի ասեցի, էլի թե չէ, ես այս ավտոյի թերելնի, էդի կատակ ենք անում իրականում, բայց իրոքից այս ավտոն բեսան փուշ ներելում այս ավտոյից, այնյան են էդում ժողում եմ, որտեղ թանկանոր ջիպ է ինքը, եթե դու ասենք այս չապերի Nissan-ով ելնես, կավա եթալված մեկը շիշը պրդի մաշնիտ մեջ է, բայց գելին սաղ ճանաչում են, Ճիշտ է, մի քանի հոգի տենց խառնում ասում է GL կուպեն բանը, չէ՞ որ X6-ից կոպի արիկ։ Հա, հարց չկա, X6-ից են կոպի արել։ Բա X5 ումից է կոպի արել, բա X7 ումից է կոպի արել։ Արա բխի չեք խոսում որ 97 թվին որ ML կար X5-ի մասին անգամ խոսքեր, X5-ը ինչ էր։ Ինչ էր X5-ը։ X5-ը ոչ մեկի մտքով չէր անցել որ պետք է հել 99 թվին։ X7-ի մասին вообще չեմ խոսում, որ Mercedes-ը GL ուներ, BMW-ն ուր էր։ Բայց դրանք չեք ասում, թե մի հատ GL կուպե անա, սաղը հանում են կուպե BMW-ից, հա, խի որ Cayenne կուպե հանեց, այնտեղ Urus-ը կուպե է ինքը, ինչ է դրանք են, հա BMW-ից է սովորել, հա, ապրեք։ Անձի ասում են, հուշում են, որ ես եմ սխալ սխմում, չի հասնում տուրբոն, բացի ոչ իրականում տես բան կա։ Իմ CLS-ն է ասեմ, ես նենց եմ սխմում, այդ թվում է գողովեշնոստի սխմի вообще չէ դա։ Ձև կա, պայտալը սխմելու, մի քիչ լի սխմես մի անա տուրբոն, հետո պոլիսես բաներ կա էլի։ Ну, падյում էր, սալոնում 3 հոգի են, բայց որ ասեմ են դորրեստից տենց սարեր ձորերա տարբերությունը, սուտ կլնի, շուշանում բաց։ Բայց որ ասեմ սարեր ձորերա ռազգոնը սուտ կլնի։ Սալոնում 3 հոգի է, մեկ է այս պրայքսյան ահավոր խանգարում է, որ տնեմ փոսեր կա թե չէ, շատ է խանգարում ինձ։ Ես ունենք այդ վաղ չեմ ջոգում, ստամ փոսեր թե չէ։ Ոսը զոտ տարասկին ծանոտ եմ հանգիստ սխնում եմ, թե չէ ծանոտ չունեի կվախեն այրոնեք սխնեի։ Վերևների կեվաս կարում անես իրան։ Հա, պրայքսյան նմա վերևներ կիվան։ Բայց ավելի սկսես լավ գնա։ Փակ է բաց այդ մատորը ես ավտո էլի։ Այսքան է քշած։ Որտե՞ղ է։ Շատ է։ Լավ, ոչմ ռազգոնի հետ պանյատնի մոմենտ է։ Գցենք կամֆորտ ուժը։ Էի կտանջենք։ Այս ավտոսյոտը դրա համար չի էլի արա դե։ Ինչ ուզում ես ասա էլի։ Իսկ իմ CLS-ը դրա համար չի դաժը, բայց ես քշում եմ չէ տենց։ Այս ավտո ինչ անես, ոչ մեկի չես խանգարում։ Այ ոնց են զիջում իմ արև։ Даже դանդաղ եմ էտում ջոգի, յանին ոտերին չի։ Ոչ մեկ սիգնալ չի տա կյանքում։ Դե ինչ ժողովուրդ ջան, այսօր այսքանը, ինձ թվում է ձեզ դուր եկավ վիդեոն։ Եթե դուր եկավ, դրեք անպայման լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք այսպես բոմ վիդեոներ, ու եթե ուզում եք ամեն ինչից նորություններից ավելի նախորոք կուրսի լինեք,
կուրսին էլ հայերեն ոնց էր։ Տեղեկացված լինեք, անպայման բաժանորդագրվեք իմ Instagram-ին, TikTok-ին ու Telegram-ին։ Telegram-ը իմ փոքր ընտանիքն է, այնտեղ մի քիչ ուրիշ կոնտենտ եմ վարում, այնտեղ գիտեն իմ Telegram-ի պատվիշիկները։ Դե ինչ, սպասեք նոր обзорներին ու կոմենտներում կարա գրեք ինչ հետաքրքիր ավտո կուզենայիք լիներ обзорին։ Ու խնդրում մի գրեք էլի Clorfar կամ այնտեղ Golf, Volkswagen, հա, հարց չկա, էլի լավ ավտոներ են, բայց մի քիչ ավելի հետաքրքիր բան մտածեք էլի իմ համար։ Շուտով լինելու է M5 F90-ը, մինչև եշկի վիդեոյի տակ հավաքեք 5000 լայք։ Ու իմ կարծիքով հաջորդ վիդեոում կլինի M4 Competition, հենց որ լայքերը բարձր պահեք։